Ասացեք խնդրեմ, ինչով է տարբերվում գրական լեզուն բարբառից և համաձայն եք այն մտքին, որ գրական լեզուն ավելի մոտ է Երևանի բարբառին։ Փորձեմ պատասխանել Անուշիկ ջան։ Գրական լեզուն եւ բարբառը մեր պատմական ժառանգության երկու տարբեր, բայց փոխկապակցված շերտերն են։ Եթե գրական լեզուն մեր պետականության ու ընդհանուր մշակույթի այցեքարտն է, ապա բարբառները մեր տեղական ինքնության, նախնիների կենդանի հիշողության կրողներն են։ Այո, համաձայն եմ այն տեսակետին, որ արևելահայ գրական լեզուն ավելի մոտ է Երևանի, այսինքն արարատյան բարբառին։ Պատմականորեն այնպես է դասավորվել, որ հենց այս բարբառն է դարձել նոր գրական լեզվի աշխարհաբարի հիմքը, քանի որ Երևանն ու Արարատյան դաշտը մեր մշակութային եւ քաղաքական կենտրոններն էին։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցը Երևանի եւ Գավառի բարբառները շատ տարբեր են։ Դուք լինելով երևանցի եւ երկար ժամանակ ապրելով Գավառում, ինչպես հաղթարեցիք այդ դժվարությունները։ Այո, տարբերությունները զգալի են եւ դա ունի պատմական պատճառներ։ Գավառի բարբառը սերում է Բայազետից գաղթած մեր հայրենակիցների լեզվական շերտից։ Սկզբնական շրջանում որպես երևանցի որոշակի լեզվական պատնեշներ կային, բայց ժամանակի ընթացքում ես նույնիսկ շատ սիրեցի մեր բարբառը։ Բարբառ հասկանալը նշանակում է հասկանալ հոգեբանություն։ Գավառի բարբառը ծանրակշիռ է, դիպուկ, հումորով հարուստ։ Ես հաճույքով օգտագործում եմ բարբառային նրբերանգները, ինչը ինձ օգնում է ավելի մոտ լինել իմ աշակերտներին, իմ համայնքին։ Շնորհակալություն։ Դուք ասացիք հումորի մասին այդ հատվածը, կարող եք ինչ-որ հումորային պատմություն պատմել Գավառի բարբառով։ Ես պատմություն չեմ պատմի, ընդամենը կփորձեմ Երևանի բարբառով նախադասությունը փոխակերպել Գավառի բարբառի։ Օրինակ, ինչ գեղեցիկ է սիրելիս, Գավառի բարբառով կհնչի այսպես. իմալ խորոտ ես ու մուդս։ Կարծում եմ լավ հնչեցրի խոսքը։ Շնորհակալություն։